4 ձայնասկավառակ, 18 տեսահոլովակ, հյուրախաղեր 21 երկրում, շիկեր 10 տարի բեմում, մեծ համերգ, Հունիսի 22-ին, ժամը 19-ին, օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, հին ու նոր լավագույն հիթեր, հատուկ հյուրեր, Այդա Սարգսյան, Համլետ Գևորգյան, Արամե, Լիա, Արազ Դարե, Արսեն Արամյան, Տոմսերի անվճարարակում 54-42-60, շիկեր, 10 տարի բեմում։ 96 թվականին վերադառնալով Երևան, ծանոթացա Ռուբեն Թումանյանի հետ։ Արսեն Հարությունյան հասկացողությունը հայտնվեց շատ անսպասելի, մխրճվեց հեռուստատեսության աշխարհ։ Ռուբենի հետ մենք սկսեցինք կազմակերպել նոր հեռուստափառատոնը։ Նոր 97 հեռուստափառատոն, որտեղ մասնակցեցին գրեթե բոլոր այն ժամանակվա հայ աստղերը։ Իր ձևի մեջ առաջիններ, ինչպես հեռուստափառատոն, նորացված, անկախ, հայկական հեռուստատեսություն հասկացողության մեջ։ Եվ մեզ մոտ կարելի ասել այդ ժամանակ բավական ռիսկով պրոյեկտը կարելի ասել ստացվեց։ Արսեն Հարությունյանը այդ ժամանակ բավական հետաքրքիր երևույթ էր, ինքը վարում էր նոր 97 հեռուստափառատոնի օրագրերը եւ համերգները։ Բարի երեկո, արգելի հեռուստատողներ, ինչպես հասկացաք, կրկին եթերում մեկ րոպե նոր 97 երաժշտական հեռուստափառատոնի հերթական օրագիրն է։ Բայց նոր 97-ը, որը վերջն ի վերջո իր այսպես ասենք տրամաբանական ավարտը ունեցավ բավականին լուրջ եւ աշխատատար, ֆինանսատար Արամ Ասատրյանի 10-ամյակը։ Դա էր բավական ռիսկով պրոյեկտ եւ երկու, այսպես ասած 25-26 տարեկան երիտասարդներ որոշեցինք այդ ռիսկին դիմել եւ մենք կազմակերպեցինք այդ համերգը։ Չի գտնի իմ սիրտը քեզ սիրում Ականձեր անընդհատ մաղում երկնքից Ճամփաներով եկան երկ Վաղուց արդեն քեզնով եմ ապրում Վաղուց արդեն քեզնով եմ ապրում Էջ մի ամի սուրբեց մեզ համար Ողջայության դու տապող կամար Մենք է շատ սիրում ենք մի աղջիկա աշկերը թաղծոտ, կարծես կանչում է նա դեպի իր մոտ։ Հայ ենք դուք, հայ ենք դուք, վանձեր սալատան եմ ես, հայ ենք դուք, դուք հայ եք, վանձեր սալատան եմ ես։ Ահա ես կգնամ շամփան ձեզ լինի, ահա ես կգնամ շամփան ձեզ լինի։ Եկավ մտահղացում ստեղծել մի համույթ, որտեղ կլինեն 3 աղջիկներ եւ կներկայացնեն բավական երիտասարդական պրոյեկտ։ Ինքերը ինձ առաջ երթին հետաքրքիր երևույթ, որը 10 տարի առաջ մտահղացման տեսքով ծագեց Արսեն Հարությունյանի գլխում, մարմնավորվեց, տարիների ընթացքում դարձավ բրենդ։ 10 տարի առաջ Արսենը եկավ իմ մոտ եւ ասաց, որ նոր բան է մտածել, որ կարելի է հավաքել խումբ, աղջիկերքի խումբ, որի անվանումն է Շիկեր, որոնք հիմա շատ պոպուլյար խումբ է եւ մենք չենք հավատում, ավելի շուտ ասում ենք, դե լավ, ավելի Արսեն ինչի՞ տա պետք է
չի աշխատես երգիրը չի ուզում ես ժանրը, այս ֆորմաները, ասած չէ, ես անելու եմ։ Իդեպ այն ժամանակվա համար բավականին ռիսկային նախագիծ եւ դեռ չգիտեի շոու բիզնես կա, չկա, կկայանա այդ դաշտը թե չէ։ Միակ մարդն է, ում իսկապես հաջողվեց այդպիսի բան անել։ Այն տարիներին, այն ցուրտ ու մութ տարիներին, երբ որ մարդիկ մտածում էին միայն գոյատևելու մասին, մենք նստած 3-4 հոգով մտածում էինք մի նոր խմբի մասին, որը շատ մեծ հետաքրքրություն կունենար մեր շոու բիզնեսում, որտեղ նման բան չկար։ Հատկապես կուզում եմ նշել իրենց պրոդյուսերի աշխատանքը, որ իրենց գործունեության ընթացքում միշտ աշխատել է երգիչներին թողի մենակ իրենց մասնագիտականով զբաղվեն։ Բոլոր տեսակի կազմակերպչական աշխատանքը միշտ իրենց պրոդյուսերն է արել։ Առաջին կազմը, երբ որ մենք ստեղծեցինք, դա ընդհանրապես էքսպերիմենտալ ինչ-որ մտահղացում էր։ Այնտեղ ընդգրկվեցին, ես ազգանուններ չտամ, Լիան, Կարան եւ Նարան։ Առաջին քայլերից ես ինքս մասնակցել եմ այս խմբում, առաջնեկներից մեկն եմ եղել։ Հասկանում ենք, որ պետք է ինչ-որ մի յուրովի եւ յուրատեսակ վիճակ ստեղծել, որպեսզի կարողանա այն հետաքրքիր մատուցվի եւ ընկալվի հասարակության կողմից։ Ուղղակի 3 օրվա մեջ մենք մտածեցինք սցենարը եւ միանգամից նկարահանեցինք։ Դե ինչ, տեսողակը եթերում է, մեզ արդեն ընդ որում սկսեցին հրավիրել տարբեր միջոցառումների, հեռուստահաղորդումների։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Շիկ աղջիկները ողջունում են բոլորիդ։ Популярность группы Шик Աղջիկներ։ Прошу. Բարի երեկո, շիկ աղջիկները ողջունում են ձեզ։ Շիկ Աղջիկներ։ Այդ ժամանակվա ընթացքում արդեն Նարային փոխարինեց մեր հերթական, ասենք ասեն, մենաերգչուհին եւ նրա հետ միասին նկարեցինք մեր երկրորդ տեսահոլովակը։ Այս շաբաթվա սենսացիան Շիկ աղջիկների նոր երկրորդ տեսահոլովակի նկարահանումն էր, այս անգամ նորացված կազմով։ Աղջիկները նկարահանում են իրենց նոր տեսահոլովակը բավականին վտանգավոր պայմաններում, սակայն չնայած այդ վտանգավոր պայմաններին, տեսահոլովակի սցենարի մասին կպատմի խմբի պրոդյուսերը։ Ոչ մի կապ չունեցող ինչ գործողության հետ, իսկ ուրեմն գործողությունը դա ֆիլմ է, փոքրիկ 3 րոպե 52 վայրկյանանոց մոտավորապես ֆիլմ է լինելու, որը խոսելու, այս պատմելու է ավելի ճիշտ, հա, բանկի առավանման մասին այդ զախվատը, փաստորեն, որից հետո ուրեմն աղջիկը խեղճ մեր Լիային բռնում են, տանում են, մնացած էլ չպատմեմ։ Իդեպ իզարմանս մեզ այնտեղ է նաև մեր MC Ռոսը։ Ողջույն, հուսով եմ ինձ ճանաչեցիք սիրելի հեռուստադիտողներ, իհարկե ես MC Ռոսն եմ եւ այսօր այստեղ նկարահանում ենք մի տեսահոլովակ, իմ կարծիքով բոլորի դուր կգա եւ այստեղ խաղում եմ շատ մի վատ կերպար։ Տեսահոլովակի նկարահանումները շարունակվում են, որը ամբողջությամբ կդիտեք մեր ծրագրում։ Այդ օրը մեզ կհյուրընկալվեն հենց իրենք շիքերը։ Ճիշտն ասած, ես հիմա հետին մտքով հասկանալով պատկերացնում, որ պետք էր հենց այդ տեսահոլովակը առաջինը տայի, քան կանանչ տերևը։ Ի վերջո պետք է արդեն ավելի լրջացնել պրոյեկտը, այսինքն ձայնագրել մեր առաջին ձայներիզը։ Առաջի ալբոմից ի սկսած այն ժամանակ խումբը կոչվում էր Շիկ Աղջիկներ։ Աշխատանքները տեղի են ունեցել Արտինի ստուդիայում։ Սակայն կյանքը այնպես է, որ աղջիկները ունեն հատկություն ամուսնանալու, աղջիկները ունեն հատկություն ավելի շուտ մենակ աշխատելու։ Խմբից լքեց ուրեմն Լիան, եւ ես ընդգրկեցի խումբ ուրեմն Ռոզային եւ Մարային, որոնց միջոցով մենք արդեն ձայնագրեցի առաջին ձայներիզը եւ նկարահանեցի երրորդ տեսահոլովակը Լուսնյակ գիշերը։
Բայց կրկին կյանքը բերեց մեզ այն դժվար պահին, որ մենք տեսանք, որ մեր մի երգչուհին էլ ցանկություն հայտնել սովորել Եվրոպայում, Ռոզան, լքելով խումբը։ Կարծում եմ, որ 10 տարի անընդմեջ գոյատևել հայկական շոու բիզնեսում աղջիկների խմբին իսկապես հերոսություն է եւ երբ թե չեմ սխալվում, սակայն ամբողջ շոու բիզնեսում հայկական միակ աղջիկների խումբ կա եւ ես պատկերացնում ինչ դժվար է գոյատևել կաստինգով, հա, ես հայտարարել էի կոնկուրս եւ մենք ընդգրկեցինք մեր ուրեմն խումբ Վիկային։ Արսեն Հարությունյանը ինչպես պրոդյուսեր միշտ դեպի ապագա էր նայում, համոզված լինելով, որ շուտ թե ուշ նրան պետք կլինեն երիտասարդ կադրեր։ Огонь подружится с дождем, и луна и сирена бегом. Առաջին ձայներիզում ես ունեի մի գրված երգ Գյուլի աղջկա մասին։ Դա մենք պատրաստել էինք չգիտես ինչու դիսկո ոճի մեջ։ Անդադ որոնումները իրանց, ասենք, այդ պետութային ժանրում իրանց մոտ բավականին ոճային փոփոխություններով հաջողվել է երաժշտական տեսանկյունից նկատի ունեմ։ Որոշեցինք այն անել 6-8-ի մեջ։ Շատ մեծ քաջություն են ունեցել, որովհետև իրոք քաջություն էր պետք աշխատել այդ ոճում։ Մենք սկսում ենք ձայնագրել մեր երկրորդ ձայներիզը նոր ոճով, որն էլ հետագայում անվանեցինք Ուրես, եւ ասեմ ձեզ այդ երգը ընդ որում որը ես եմ գրել, ինչպես երաժշտությունը, այնպես էլ բառերը, արդեն ձայնագրման ստուդիայում հիանալի հասկանում ենք, որ այս երգը իսկապես լինելու է հիթ։ Տեսահոլովակը մնաց եթերում բավականին երկար, տարբեր շատ տարբերակներ էին այդ տեսահոլովակի հետ կապված պտտվում, ինչ էին աղջիկներ այդ խնձորը ուտում, որը կապ չուներ ընդհանրապես երգի հետ, կար տարբերակներ, օրինակ կանաչ խնձոր են ուտում, որովհետև սերը կանաչ է ինչպես խնձորը, դրանից սկսած ինչ որ անիմաստ տարբերակներ էին պտտվում ժողովրդի մեջ։ Պետք էր հասարակությանը պատրաստել եւս մի երկով։ Կարեցինք բանակ երկի վրա տեսահոլովակ, հրավիրեցինք, ասեմ ձեզ, ուրեմն փողային գործիքների մեծ օրկեստր։ Նկարահանեցինք այն մեկ գիշերվա ընթացքում, մոնտաժ արեցինք հենց նույն գիշերվա ընթացքում եւ եթեր գնաց հենց մյուս առավոտյան H2 ռուստանգերության բարի լույս հաղորդաշարով, որովհետեւ հենց բանակի օրն էր, դրա համար էր դա միջև շուտապույտ նկարահանվում։ Ձայներիզը ավարտելուց հետո անմիջապես արդեն տարբեր տեսակի մենահամերգներ էին հրավիրում, ինչպես Հայաստանում դեռ տարբեր միջոցառումների բազմաթիվ համերգային ծրագրերի ժամանակ Հանրապետության հրապարակում, Ազատության հրապարակում եւ այլ վայրերում շիկերի անունը հնչելուց մեծ պորտկում է առաջանում հանդիսատեսի շարքում։ Չգիտեմ, դա երևի թե երկու նախապայման ունի, որոնցից մեկը նախագիծն է կայացած իր տրամադրությամբ եւ երկրորդը ճիշտ են ընտրված կադրերը, հմայիչ կերող։ Մենք եկանք այն բանի, որ արդեն խումբը 3 տարի գոյություն ուներ, որոշվեց անել մենահամերգ։ Իսկ ինչու չանել մենահամերգ Համալիրում, որում Համալիրի փոքր դահլիճում։ Իմ կարծիքով այդ տարիների համար բավականին մեծ մասշտաբային աշխատանք էր, որովհետև գրեթե մոտ 80-ից 90 պարող-պարուհիներ էին մասնակցում։ Բացի պարող-պարուհիներից երգչուհիներն էլ էին նաև աշխատում բեմարտակի վրա, իսկ պարում էին մեզ հետ հավասար։ Գեղեցիկ պարային բեմադրություններ կար։ Ասեմ, որ այդ ամենը մոտ 2 ամսվա աշխատանք էր, որ ներկայացրեցինք հանդիսատեսի դատին։
Շարած քոնով սերը միշտ քեզ հետ լինի Եթե սիրում ես դու մեկին միշտ իր հետ եղի Իմ կյանքում այս մեծ փորձություն թողել չլինի Իմ սիրած իմ աննմանը ինձ թող չթողնի Իմ կյանքում այս մեծ փորձություն թողել չլինի Իմ սիրած իմ աննմանը ինձ թող չթողնի Աստղայի մեր գիշերները միշտ հարկապահեմ Լուսավոր մեր այն օրերը միշտ ես կհիշեմ Ունենալով մենահամերգ Երևանում, ասեմ ձեզ յուրաքանչյուր պրոդյուսերի համար ինձ թվում է դա մեծ եւ մեծ պարտանք է։ Եվ մեզ սկսեցին բավականին տարբեր երկրների զանգահարել։ Եվ Միացյալ Նահանգների 2 ամսվա ոյաժից հետո վերադառնալով Երևան, կրկին խմբում ստեղծվավ այդ նույն խնդրեմը։ Մեր երկու խմբի անդամները Վիկան եւ Մարան ցանկություն հայտնեցին առանձնանալ խմբից։ Սակայն ասեմ, ինչ Միացյալ Նահանգները ես արդեն արել էի կաստինգ եւ գրկել էի արդեն խմբում ուրեմն Լուսինեին եւ Արևիկին։ Առավոտ արթնացա, միացրեցի հեռուստացույցը եւ ասվում է շիկեր համույթի համար պահանջում է երգչուհի։ Ես այսպես մամայի հետ խորհրդակցեցի, մտորումների մեջ էի, արդյոք պետք է որ ես մասնակցեմ մրցույթին եւ որոշեցի վերջապես գնալ։ Մասնակցեցի եւ ինչպես տեսնում եք, հաղթեցինք ես եւ Լուսինեն։ Շատ պատահաբար ստացվեց խմբնելը։ Մի օր հանկարծ իմացա, որ ուրեմն մրցույթ էր կազմակերպված եւ հարկավոր էր նոր աղջիկ խմբին։ Ես մասնակցեցի այդ մրցույթին, կրկին շատ պատահաբար մասնակցեցի, ինչ որ նպատակադրված չեկա մրցույթին։ Եվ ի զարմանս ինձ ես այդ մրցույթին ժամանակ ընտրվեցի։ Սկսվեցին պարապմունքներ, երգ, պար, մի խոսքով եւ այն ժամանակ, երբ որ մենք նախապատրաստական փուլ էինք անցնում, մեզ մոտ այսինքն շիկեր խումբը հյուրախաղերի էր եւ երբ նրանք վերադարձան, մենք միացանք Կարինեին։ Եվ խումբը այս անգամ արդեն ներկայացավ ուրեմն Կարինեն, Լուսինեն եւ Արևիկը։ Եվ մեր առաջին մենահամերգը Հայաստանից դուրս տեղի ունեցավ Թեհրանում, մեկնել էինք 10 օրով համերգների Պարսկաստան։ Ինչեմ ես մի քիչ ուզում ավելի շատ խոսամ Լուսինեի եւ Արևիկի մասին, որովհետեւ ինչպես ասած հիմնական աշխատանքը խմբում արել են հենց այդ երկու աղջիկը եւ Կարինեն։ Այսինքն Կարինեն ընդհանուր աշխատել է ինձ հետ 5 տարի եւ Ահագին աշխատել է հենց նույն այս աղջիկների հետ։ Կարինեի հետ աշխատել ենք 2 տարի եւ նա մեզ շատ է օգնել։ Կարինեն արդեն վաղուց փորձ ուներ, վաղուց այսպես արդեն արտիստուհի էր, իսկ մենք դեռ նոր սկսնակ։ Առաջի տեսահոլովակի նկարահանման օրը Ցայր Բատյուշկա ռուսական մոտիվներով նկարահանած տեսահոլովակներ։ Առատ ձյուն էր եկել ու շատ անսպասելի, ոչ ոք չէր սպասում։ Անակը կարծես թե ի հակառակ ինձ, այսպես դուրս եկել մեզ բոլորիս։ Եվ մենք պետք է խաղայինք, նկարեինք կլիպը մինչև առավոտ։ Մեզ լիմոնով փորձում էին արթնացնել։ Այսինքն լիմոնը թթու էր, փորձում էին մեզ լիմոն տալ, որ մենք լիմոնի ջուր խմենք եւ արթնանանք, որպեսզի այդ նկարահանումը այդ օրը վերջի վերջո ավարտեին։ Բայց բացի այն, որ մենք հոգնած էինք եւ այսպես քնաթաթախ վիճակ էր մեր մոտ, մենք նաեւ սոված էինք եւ քանի որ դրսում սարսափելի եղանակ էր, ոչ միտեղից ոչինչ չէինք կարող գտնել ուտելու, այդտեղ եթե հիշում եք, ցարի համար մեծ ճոխ սեղան կար պատրաստված։ Մենք օգտվում էինք այդ սեղանից եւ ոչ միայն մենք, այլ նաեւ ամբողջ նկարանման խումբը։ Ինքը խաղարկային էր, ինքը ինչ որտեղ երգիծական էր։ Չոր։ Ցար բաճուշկա, քեզ ինչ ա եղել։
Հեչ դուրս չես գալիս ախր, կարող է դու հիվանդացել ես։ Ուներ իր հետարքիր պահերը, որտեղ ելույթ ունեցան Մենչներ, Գրիշներ նոր հայերի եւ Արտյոմը։ Ցարևիչ, ինձ թորնիկ պետք չի։ Հա, քեզ ապերիկա պետք, կամ քույրիկ։ Երեք հատ։ Մենք նկարեցինք երկրորդ մասը, մեր մտածածի, դա չինական մոտիվներով նկարահանվող տեսահոլովակն է։ Ես մի մեծ գաղտնիք ասեմ, որ այդ տեսահոլովակի վրա գրված էր ընդհանրապես ուրիշ երգ, բայց գիտես ինչ հակասությունների պատճառով տղաների հետ որոշվեց նկարահանվի հենց հայրիկ երգի հիման վրա։ Երգը գրվել էր Մայրիկ վերնագրով երգ, ես շատ եմ սիրում այդ երգը, խոսքերը հոգուց էր գալիս ամեն ինչը, բայց ինչ պատճառներով, նույնիսկ տեսահոլովակը կա այդ երգի, բայց ոչ որպես Մայրիկ, այլ որպես հայրիկ։ Հետարքիր, ասենք ասենք, անսպասելի ստեղծագործական աշխատանք էր սպասում ռեժիսորին այդ տեսահոլովակի առաջի օրվանից մինչև վերջին մասին խոսքը։ Извините! Չէ, ռուսերեն չեն ասում, չինացի են, չէ։ Մի հատ էլ կներեք, լավն էր, կներեք։ Երևի թե չկա աշխարհիս երեսին ոչ մի տեսահոլովակ, որը նման պայմաններում նկարահանվել է։ Նկարահանվում էր տեսահոլովակը մոտավորապես կես տարի։ Արի։ Արդեն եկավ ժամանակը նշելու մեր 5-ամյակը։ Շիկեր, մենք արդեն 5 տարեկան ենք։ Հուզված էի այդ օրը, ուզում էի անպայման այդ օրը հանդես գալ լիարժեք և ոչինչով չզիջել նախորդ մենահամերգին Երևանում կայացած։ Մենք արել էինք մի շատ հետաքրքիր համերգ, շատ հաճելի աղջիկներ էին, շատ աշխատասեր, դե Արսենն էլ մի ժպտադեմ, շատ մեղմ անձնավորություն է և իմ աղջիկների հետ, բարի և հոգու դերասանների հետ շատ ընկերացան Շիկերը և իմ թատրոնի աղջիկները, հետաքրքիր մթնոլորտ ստեղծվեց։ Իդեպ այդ համերգին ներկայացում էինք Սիրով ձայն ասկավառակի երգացանկը։ Ժամը 7-ին խոսքես տալիս ու չես գալիս, իմ ուզածը մի համբույր է դու չես տալիս, ժամը 7-ին խոսքես տալիս ու չես գալիս։ 5-ամյակը շատ հաջող անցավ, 2 օր էր։ Լեփլեցուն դահլիճ, հիանալի հանդիսատես ունեցանք, հուսով եմ, որ նրանց սպասելիքները արդարացրեցին։ Մենք այն տվեցինք եթեր մոտ 40 րոպե, 2 ժամանոց համերգ։ Շատ
հյուրախաղեր տվեց մեզ այդ մենահամերգը։ Ամբողջ տարին չէինք հասցնում նույնիսկ տանը մնալ, մի քանի ժամով գալիս էինք տուն։ Ուղղակի ֆիզիկապես աղջիկները չէին հասնում, ուղղակի մտնեին տուն, բարևեին եւ մի րոպեին հաջողություն էին ասում եւ բռնում էին ուրիշ երկիր։ Տան անդամները մեզ մորով ասում են, փաստորեն տունը ձեզ համար հյուրանոց է դարձել, գալիս մնում եք, հետո գնում եք։ Ամեն անգամ, երբ որ մի քաղաքից մի քաղաք ենք գնում եւ լսում ենք այդ բարձր ծափահարությունները, զգում ենք, թե հանդիսատեսը ինչքան է սիրում գնահատում մեզ, հասկանում ենք, որ մեր աշխատանքը ապարդյուն չէ, որ ունենք մեր լսողները եւ նրանք մեզ շատ սիրում են։ Կրկին մենահամերգներ, կրկին միջոցառումներ, հեռուստահաղորդումներ, ամենատպավորիչը մեզ համար եղավ մեր բակը։ Ստացանք առաջարկ նկարահանվելու մեր բակ 3 ֆիլմում, Ռուբեն Ժաղինյանն էր մեզ հրավիրել։ Ես ռեժիսորն եմ եւ սցենարով ունեինք մի տեսարան, որովհետեւ տեսարաններից մեկը, որ աղջիկերք, որոնք եկել են, ասենք թե գյուղից։ Ուրեմն նրանք գյուղից էին եկել, Բրյուսովում էին սովորում եւ նաեւ շատ էին ուզում գտնել ինչ-որ մեկին, որ նրան սիրի։ Հիմա Երևանում առանց լեզու իմանալու կկորեք։ Ես որ 2 տարի առաջ եկա Երևան, գիտեք ինչքան եմ կորել։ Շատ հումորային աղջիկների դեր պետք է, կերպարը պետք է մարմնավորեինք այդ ֆիլմում։ Իհարկե աղջիկերքից պահանջվում էր այն ինչ որ իրանք չէին կարողանում սկզբից հասկանային, ոնց կարելի է ստանալ, լինելով Երևանցի ստանալ, ասենք թե կերպար գյուղացու աղջիկա, որը եկել է Երևան։ Շատ խստապահանջ ռեժիսորն է, բայց իրոք կարծում եմ, որ ստացանք այն, ինչ որ նա ուզում էր։ Բացեք տետրերը, որտեղ էինք հասել։ Exercise 4։ Ընկերուհիները հանդիպում են փողոցում։ Ես ուզում եմ նշեմ Արևիկին, անձամբ Արևիկին, աղջիկերքից մեկին, որը սովորում է Թատերական ինստիտուտում։ Ավելի անբնական, ավելի կեղծավոր։ Լավ է, ստեղ կարևորը լեզուն է, լեզուն։ Ինձ շատ հետաքրքիր էր, որտեղ 2-3 ուրեմն մենք պահեր ունենք, պետքա կլիպ նկարեինք, պետքա իրանց կերպարը ստեղծենք եւ պետքա մուտք դեպի, ասացին, ինչ պետք է անենք, ասում եմ պետքա դուրս գա քաղաք, որտեղ գյուղից հետո անցել է ժամանակ, դուք արդեն գնացել եք վարսավիրանոցներ, ուզեցել եք այս նիվեքով տղերքին զարմացնեք եւ դի մտնեք քաղաք, որ բոլորը ձեզ տեսնեն։ Ֆիլմում մենք կատարեցինք մի երգ, որը նվիրվում էր շատ արդի թեմայեր այդ ժամանակ, նվիրվում էր սպիտակ նիվա վարող տղաներին հատկապես, եւ կար մի շրջան, երբ որ մեր քաղաքի գրեթե բոլոր նիվաներից հնչում էր հենց այդ երգը։ Կարծում եմ ստացվել է այդ կտորը, ճիշտն ասած։ Девочки, вы здесь живете? Нет, мы здесь վարձույն։ Պապան բացի շիկերից աշխատել է նաև ինձ հետ։ Но есть на свете